Եթե երկրաշարժի ժամանակ շենքում եք, եթե բարձրացեք շենքի առաջին, երկրորդ եւ երրորդ հարկերում եք, աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից։ Հեռացեք դեպի բաց տարածություն, ձեզ հետ արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով նախապես պատրաստված պայուսակը։ Եթե գտնվում եք 4-րդ եւ ավելի բարձր հարկերում, շենքից դուրս մի եկեք։ Առաջին հերթին, սովորաբար, փլվում են մուտքի աստիճանները։ Կանգնեք շենքի հիմնական կրող պատերի, նրանցով կազմված անկյունների եւ դռան բացվածքների եւ հենասյուների մոտ, հեռու լուսամուտներից։ Գլխավերևում պահեք աթոռ, պայուսակ կամ այլ համապատասխան իր։ Կարելի է նաեւ մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ։ Ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ բնակարանից, նախապես փակեք գազի փականը, հոսանքազերծեք բնակարանը։ Փլուզումներից առաջացած փոշուց պաշտպանվելու համար բերանը եւ քիթը ծածկեք թաշկինակով։ Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում, հեռացեք շենքից, կամուրջներից եւ էլեկտրասյուներից դեպի անվտանգ տարածություն։ Շենք վերադարձեք պաշտոնական հաղորդագրությունից հետո։ Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք ընթացող տրանսպորտում, արգելակեք մեքենան, համեմատաբար բաց տարածությունում, ճանապարհից դուրս, կամուրջներից, բարձրահարկերից եւ էլեկտրասյուներից հեռու։ Մնացեք մեքենայում, հետևեք մեքենայի ռադիոընդունիչով տրվող տեղեկատվությանը եւ գործեք դրա համաձայն։ Եթե մետրոյում եք, ցնցման ժամանակ խուճապի մի մատնվեք, ամուր բռնեք երկաթե ձողերից։ Հետևեք կայարանի բարձրախոսով տրվող ցնցումներին։